մտքում դրեց ամուսնանալ։ Եվ իհարկե ուզում էր ամենագեղեցիկ ծաղիկներ են կնության վերցնել։ Նա նայեց իր շուրջը։ Բոլոր ծաղիկները նստած էին իրենց ցողունների վրա, լուր, համեստ, ինչպես վայել է դեռ չնշանված օրիորդներին, բայց նրանցից հարսնացու ընտրելը շատ դժվար էր, ախր այնքան շատ էին։ Եվ Տիտեռնիկը հոգնեց մտածելուց ու թռավ դաշտային երիցուկի մոտ։ Բոլոր սիրահարվածները դիմում էին դաշտային երիցուկին։ Հերթով պոկոտում էին նրա պսակաթերթիկներն եւ ասում. «Սիրում է, չի սիրում, կպաչի, կվանի, կրծքին կսեղմի, հոգիս կհանի»։ Կամ սրա նման մի բան։ Ամեն մեկն իր ձևով էր հարցը տալիս։ Տիտեռնիկն էլ դիմեց երիցուկին, բայց չպոկոտեց նրա պսակաթերթիկներն, այլ համբուրեց դրանք, մտածելով, որ միշտ լավ է փաղակ շանքով գործել։ Անթառամ մայրիկ, սիրելի դաշտային երիցուկ, ամենաիմաստուն ծաղիկ, դուք կարողանում եք գուշակություն անել, ասաց նա։ Ասացեք իմ ապագան, եւ ես անմիջապես կնշանվեմ։ Բայց երիցուկը լուռ էր։ Գիտեք, նա նեղացած էր։ Ջևունիկն էլ օրիորդ էր, բայց նրան դիմում էին ասելով մայրիկ։ Օրինակ ձեզ դա ինչպես դուր կգա։ Տիտեռնիկը եւս մեկ անգամ կրկնեց իր հարցը, հետո էլի մի անգամ, բայց այդպես էլ մնաց անպատասխան եւ ձանձրացավ ու թռավ նշանվելու։ Վաղ գարուն էր։ 4 կողմը բացվել էին ձնծաղիկներ։ Լավիկն են, մտածեց Տիտեռնիկը։ Սիրունիկ մատղաշներ են, բայց խակ են։ Հետո նա նայեց մյուս ծաղիկներին եւ գտավ, որ պուտերը դառնավուն են, մանուշակները մելամաղձոտ, վարդակակաչները պոչնասեր, նարգիզները քիչ հասարակ, լորենու ծաղիկները մանրիկ էին եւ ինչքան շատ ազգականներ ունեն։ Խնձորենու ծաղիկը շատ նման էր վարդին, բայց ցավոք շատ կարճ կյանք ունի։ Քամին փչեց էլ նրանք չկան։ Արժե նրանց հետ ամուսնանալ։ Օսիսերի ծաղիկը ամենից շատ դուրն եկավ Տիտեռնիկին։ Բաց վարդագույն կարմիր թշերով, նրբագեղ եւ ոչ միայն գեղեցիկ, այլև տնարար, սև աշխատանքից չի խորշում, իսկը եւ իսկ հարսնացու։ Տիտեռնիկն արդեն որոշել էր նշանվել եւ անկաշ տեսավ մի պատիճ, կողքին ընկած ծայրին թարամած ծաղիկ։ Սա ով է, հարցրեց Տիտեռնիկը։ Քույրիկս է, ասացի սերը։ Ինչ։ Ուրեմն դուք եք այդպես լինելու։ Եվ Տիտեռնիկը վախեցավ ու թռավ հեռու։ Թե ինչն էր նրա ճաշակով, դե արի իմացիր։ Անցավ գարունը, անցավ եւ ամառը, եկավ աշունը։ Նոր ծաղիկներ բացվեցին, բայց Տիտեռնիկը նշանվելու համար մեկ քայլ էլ դեռ չէր արել։ Կյանքի մարիամուտին մոտենալիս սիրտն ավելի էր կարոտում գարնան ջերմությանը, պատանեկան կենարար բույրին, բայց մի թե այդ ամենը կարող ես գտնել աշնանային ծաղիկների մեջ։ Եվ նա թռավ գանգուր անանուխի մոտ։ Ճիշտ է, սրա ծաղիկները այնքան էլ սիրունատես չեն, բայց որքան բուրումնավետ են։ Եվ նա սկսեց իր հարսնատեսությունը, բայց անանուխն իր ոչ մի տերևը չշարժեց, միայն ասաց. մտերմություն, ուրիշ ոչինչ։ Մենք արդեն ծեր ենք։ Մտերիմներ կարող ենք լինել, բայց ամուսնանալ ոչինչ եք ասում, ողջերության ծիծաղի առարկա դառնալ ոչ։ Եվ Տիտեռնիկը թռավ դատարկած ձեռն։ Գիտեք, նա շատ բծախնդիր էր, իսկ դա հավատացնում եմ ձեզ բանի նման չէ։ Եվ այդպես մնաց քարթու ամուրի։ Եղանակը վատացավ, անձրևներ ու ցրտեր սկսեցին, փչեց քամին, պառավ ճռճռան ուռենիների ջանադող ընկավ։ Գիտեք, այդպիսի եղանակին հաճելի չէր ամառվա զգեստով ճախրելը, բայց Տիտեռնիկը արդեն չէր էլ ճախրում։ Նրան նույն հաջողվեց մտնել մի սենյակ, որտեղ վառարան էր վառվում եւ ամառվա պես տաք էր։ Տիտեռնիկը կարող էր այդտեղ մնալ, բայց ինչ կյանք է, փակված լինել 4 պատերի մեջ։ Ես արև եմ ուզում։ Ես գոնե մի փոքրիկ ծաղիկ եմ ուզում, ես ազատություն եմ ուզում, գոչեց Տիտեռնիկը, ճախրեց վեր եւ գտնելով պատուհանի ապակուն ընկավ։ Այդտեղ էլ նրան տեսան, հիացան նրա գեղեցկությամբ եւ մարմինը մի գնդասեղ խրելով
դրեցին արկղի մեջ, այլ հիասքանչ թիթեռնիկների կողքին։ Ուրիշ էլ ինչ կարելի էր անել նրա հետ։ Հիմա ես էլ եմ ծաղիկի նման, մտածում էր թիթեռնիկը, նստած եմ ցողունի վրա, այնքան էլ ուրախ բան չէ, բայց հո ամուսնության նման է, նստած եմ մի տեղ, հաստատում, դրանով էլ նա մխիթարվում էր։ Վատ մխիթարանք է դա, ասում են սենյակի ծաղիկները։ Դե սենյակի ծաղիկներին պետք չէ հավատալ, մտածում էր թիթեռնիկը։ Նրանք մարդկանց հետ չափից շատ են շփվել։ Հանս Քրիստիան Անդերսեն, Սամսոն Ստեփանյան, Հեքիաթների աշխարհից, հատուկ իրականության համար։